Եթե ես ճանաչում եմ իմ ինքնընդունման բացը, ընդունում եմ գիտակցման մեջ, ապա սկսում եմ այդ ուղղությամբ անել հստակ քայլեր։ Ողջույն, Լիան եւ շատ սիրված հարգարժան հոգեբան Մարիամը, ես կասեմ իմ շատ լավ ընկերը, այսօր էլի խոսելու ենք քո մասին եւ շնորհակալ ենք, որ դու միացել ես մեզ։ Ողջույն։ Հանդիսատեսի ծառ։ Լավներ։ Շարունակենք, ուզում եմ հասկանալ, ինչ ա կատարվում։ Մենք հրաշալի ռեժիսոր ունենք, ում հետ ամեն օրը տոն է։ Խնդրում եմ չկտրել այս պահը։ Պարտադիր, Եվ նրա անունն է Հայկ։ Ահա։ Լիա, ողջույն։ Այսօր ինքնընդունումը քո մասին է։ Բոլորիս։ Այո, քո մասինի շրջանակներում Այո, բոլորիս։ Քո մասինը բառախաղ է, չէ՞ դարձել։ Քո մասին է, քո մասին է, քո մասին է, քո մասին է։ Քո մասին է, այո։ Այո։ Քանի որ նախորդ թեմաների շրջանակներում մենք ունեցանք քննարկում կախյալ մարդու մասին, ես կարծում եմ, որ այս թեման եւս շատ կարեւոր է քննարկել, բարձրաձայնել, հասկանալ, sense ողնուծուծող ուսումնասիրել, որովհետեւ ինքնընդունումից է անցումը կատարվում դեպի կախյալ մարդու։ Ինքնընդունումը պետք է լինի առաջին էտապը։ Եթե մենք ուզում ենք առողջ սոցիալիզացիա, առանց ավելորդ խնդիրների, բարդությունների, անինքնավստահության եւ առհասարակ ուզում ենք մեծացնել հաջողակ մարդ, ցանկացած ծնող իր քննարկման մեջ ինչու ես խիստ, ինչու ես պահանջկոտ, ինչու սա, ինչու նա, ինչու ես փոխում երեխայի հունը, որ դառնա հաջողակ մարդ, կամ նույնիսկ ավելի հաճախ ավելի վատ է հնչում, բայց ասում եմ, որ մարդ դառնա։ Դե ես հասկանում եմ, դրատակի նկատի ունեմ, որ դառնա հաջողակ մարդ։ Թե հաջողակ մարդը դա երջանիկ մարդն է, կարող է սուբյեկտիվ լինել քննարկման ժամանակ, բայց հենց այս պահին, քանի որ մենք ընտրեցինք կախյալության հաղթահարման մեջ ինքնընդունումը, ուրեմն պետք է դա լինի առաջին պահից։ Այն պահից, երբ մենք երեխային ընդունում ենք նրա ծնունդից հետո, լուրը ընդունում ենք, որ մենք կրում ենք մեր սրտի տակ երեխային կամ ընտանիքում երեխա է ավելանալու, ապա արդեն ընդունումը կա։ Պատկերացրեք, ինչքան մեծ խնդիրներ ունենք այն մարդկանց մոտ լուծելու ամբողջ կյանքի ընթացքում, ովքեր որ ծնվել են իբրև անցանկալի երեխա։ Դա որն է, երբ հղիությունը եղել է պատահական, երբ ընտանիքը պատրաստ չի եղել եւ շատ տարբեր պատմություններ կան։ Եվ շատ այլ է պատկերը, երբ շատ հաճախ երեխաներին էլ երբ նայում ես երեխայի փայլից, երեխայի ծիծաղից նրա ընդունված լինելը երևում է։ Եվ մեր կողմից ներարգանդային կյանքից սկսած երեխայի որպես մարդու ընդունումը կարևոր է հենց նրա ինքնընդունման համար։ Ինչպիսի վերաբերմունք տալիս ենք, այդպիսի վերաբերմունքով երեխան մեծանում։ Եթե մենք երեխային առաջինից բայց սկսում ենք փոխել, այսպես նստի, այնպես նստի, այսպես ժպտա, այնպես մի ժպտա, սա ասա, նա մի ասա, սա ինչ ասիր, նա չէր, ասելու բան չէր եւ այլն, անդադ տանում ենք փոփոխությունների քննադատության, այդ ինքնընդունումը ամբողջ կյանքում չի լինում եւ ծագում է շատ մեծ ներքին կոնֆլիկտ, որի լուծման համար երեխան այնքան մեծ էներգիա է ծախսում եւ առհասարակ հետագայում մեծահասակը, որ եթե նույնիսկ դա հաջողում է, որ գիտեք ծնողներիս դիտարկմամբ եմ ես այսպիսի մարդ դարձել կամ մոտեցմամբ, ես այդտեղ իհարկե երկար կվիճեի, որ երբ պոտենցիալը կա եւ կա ընդունումը, հաջողություն անխուսափելի է։ Երբ պոտենցիալը կա եւ ընդունումը չկա, հաջողությունը ուղղակի ստացվող մի բան է, կամ կլինի, կամ չի լինի։ Բուն, ինչ է նշանակում ինքնընդունում։ Երբ ենք մենք ինքներս մեզ ընդունում եւ ինչ է դա նշանակում։ Ընդունում ենք մեզ մեր թերություններով եւ առավելություններով հանդերձ, ընդունում ենք մեզ մեր թույլ եւ ուժեղ կողմերով հանդերձ, ընդունում ենք մեզ տեսանելի եւ անտեսանելի ներքին խնդիրներով հանդերձ եւ սիրում ենք մեզ այնպիսին, ինչպիսին որ մենք կանք եւ ակնկալում ենք, որ մեզ էլ այդպիսին ընդունեն եւ սիրեն, ինչպիսին որ կանք եւ ցույց ենք տալիս։ Տիպիկ օրինակ է դեռահասության տարիքում սեփական արտաքինը չընդունելը։
Ակնհայտ երեխան գեղեցիկ, հետաքրքիր արտաքինով դեռահաս է, տղա կամ աղջիկ։ Բայց ծնողները հոգեբանի մոտ են բերում հենց արտաքինի հետ կոնֆլիկտի պատճառով, որ անդադ երեխան չի ընդունում իր արտաքինը, անդադ ուզում է փոխվել, հետո մեծանալուն պես արդեն տեսնում ենք պլաստիկայի դիմող անդադ մարդկանց, դրանք ամբողջը ինքնընդունման պակասի կամ բացակայության մասին է վկայում։ Արևի տակ յուրաքանչյուրն ունի իր տեղը։ Այնինչ ինձ համար առավելություն է, Լիայի համար կարող է լինել թերություն։ Ուստի թերություններ, առավելություններ, դրական բացասական կողմեր ամեն ինչ համեմատության մեջ է եւ մարդ էակը ծնված օրվանից պետք է որպես բացառիկ երևույթ ընդունվի արևի տակ։ Ծնողի կողմից, հասարակության կողմից, դպրոցում եւ այլն։ Նույնիսկ կարող ամեն ինչ անթերի լինի, բայց դպրոցում որևէ մեկը որոշի, որ անթերի մեկին պետք է բուլինգի ենթարկի, որտեվ հետո պարզվում է նա նրանից լավն էր, դրա համար տեղի ունեցավ բուլինգը որպես նախանձի, չարի դրսևորում։ Ամենահայտնի հետազոտություններից սոցիոմետրիկ մեզ համար պարզ երևում է, որ դպրոցում դասարանական կոլեկտիվներում օժտված աստղային երեխաները, աստղով երեխաները, փայլուն, տաղանդավոր, լավ ունակություններով միշտ կարող են մնալ մենակ կոլեկտիվում, որտեղ նրանք համընդհանուր խավարի կողմից չընդունվեն, այսինքն միջին ստատիստիկ երեխաների կողմից չընդունվեն, որտեղ նրանք թվով ավելի շատ են, իսկ նա մենակ է եւ մնա մենակ։ Պատկերացրեք, այս հետազոտությունը 60-ականներին արվել է, մինչ օրս կարելի է համարել տեղին, որովհետեւ փայլուն ունակություններով, օրինակ, լավ երգող, լավ պարող, լավ նկարող, լավ սովորող, այսպես հատուկ ունակություններով երեխաները կարող են մնալ մենակ եւ առանձնահատկությունը ինքը չի փրկում երեխային, իր փոխարեն չի աշխատում եւ փրկվում են ճակերտների մեջ այն երեխաները եւ դառնում հաջողակ, ովքեր հոգեբանական կայունություն են, այսինքն ընտանիքից դուրս են գալիս իրենց ընդունող, ոչ թե անտեսված, ոչ թե անուշադրության մատնված։ Վերջերս մի շատ կարևոր խորքային զրույց ունեի շատ խելացի մի կնոջ հետ, շատ նաև տաղանդավոր բարի սիրտ ունեցող մի մարդու հետ, ով ասում էր, որ կյանքի մի կարևոր էտապ նվիրել է այլ երեխաների բացահայտմանը, նվիրվել է եւ այլն, ու սեփական երեխաները միշտ ուզել են իրեն տուն։ Երկու երեխան փոխվել է մի ամբողջ համայնքի հետ, վստահ լինելով, որ ինքը երեխաներին ընդունում է եւ այդ խնդիրը չի ծագի, բայց այդպես որ միևնույն է, եթե կա տարիք, ամեն ինչ ունի իր ժամանակը եւ տարիք։ Այդ տարիքում ծնողը երեխայի ընդունման համար պետք է այդ ժամանակ ունենա։ Թեկուզ մի քանի բառով, թեկուզ մի ինչ-որ ժամանակ հատկացնելով, բայց գիտակցված դրական ծնողավարության մասին եմ խոսում։ Ինքնընդունումը ոչ այլ ինչ է, քան որ եթե ես կամ, ուրեմն լավ է։ Եթե իմն է, ուրեմն լավն է։ Ասել, որ իմ քիթը այսպիսին է կամ իմ մազը այսպիսին է, ուրեմն այդքան լավ չէ, որովհետև մյուսի քիթը այնպիսին է եւ նա է լավը։ Եթե նույնիսկ 10 հոգի է դա հաստատում, ինքնընդունման դեպքում իմն է, ուրեմն լավն է։ Սրա մասին է խոսքը, ու պատկերացրեք, ինչքան քիչ մարդը այս հոգեբանությամբ ձեռ կբարձրացնի իր արտաքինի վրա։ Ինչպես են նկարագրվում այն իրավիճակները հոգեբանության մեջ, երբ քեզ ի սկզբանե ընդունում են այնպիսին, ինչպիսին որ դու կաս, բայց ժամանակի հետ պարբերաբար աշխատում են քեզ վրա եւ փորձում են փոխել, հարմարեցնել իրենց պատկերացումներին, իրենց ցանկությանը։ Ես մի անգամ մինչև դու կորոշես ինչպես ես պատասխանելու իմ հարցմանը, ես մի անգամ ունեցա միջադեպ շատ ծանոթ մարդկանց շրջապատում, երբ ի սկզբանե մարդուն ընդունել են այնպիսին, ինչպիսին որ նա եղել է, եւ պարբերաբար փորձել են նրան փոխել, եւ ինձ մոտ հարց առաջացավ։ Եթե դու աշխատում ես մարդու վրա եւ փորձում ես փոխել, բնականաբար նա դառնում է նոր մարդ։ Բայց չէ՞ որ դու ընդունել ես եւ հավանել ես նրա նախնական տեսակին, տարբերակին։ Գուցե քո ձեռագրով փոխած նոր մարդը այլևս քոնը չլինել։ Լիա սիրելիս, դա այն տարբերակն է, երբ տղամարդը, օրինակ, սկսում է փոխել կնոջը։ Մազի գույնը, հագուստը եւ այլն։ Այսինքն այստեղ կա դիսոնանս, հակասություն։
Եվ ամենակարևորը բնավորությունը։ Երբ փորձում ես թելադրել քո պահանջմունքները եւ պատկերացումները, դու փոխում ես մարդու բնավորությունը, բայց դու մոռանում ես, որ նախնական տարբերակին ես ընտրել, սիրել, ընդունել եւ բերել քո կյանք։ Նու այդ դեպքում ասում են սովորաբար ես միևնույն է այդ ժամանակ էլ հարմար չէի այդ տարբերակետ ու միշտ մտածել եմ, որ պետք է փոխեի։ Կա այս կարծիքը, բայց միևնույնն է, դա չի նշանակում, որ կա, ուրեմն ընդունելի է։ Ինքն ընդունման մեջ, եթե կինը կամ տղամարդը որոշակի տարիքից սկսած արդեն իր հետ խնդիրներ ունի, ապա հանդիպելով նման մանիպուլյատորի, նման շահագործողի, որտեղ դա էլ արդեն անձի արտաքինի եւ էության շահագործմանն է ուղղված, կստացվի անձի համար ոչ այնքան ճիշտ ընտրություն, որովհետեւ մեկ այլ հարց է, որ աճի եւ ինքնակատարելագործման մեջ անձը գնա փոփոխությունների աշխատի իր վրա կամ միգուցե, չգիտեմ, գա ոճային փոփոխություններ, սրանք այլ հարցեր են։ Բայց եթե ինքնընդունման հարց կա եւ արտաքինից դրսից կա ազդեցություն փոփոխությունների համար, ապա այդ հարաբերությունները կարող են վտանգվել եւ մարդիկ մի օր այլևս իրար չկարողանան լրացնել։ Նույնիսկ կարող են փոխադարձ մեղադրանքներ առաջանալ, որ եթե դու ինձ սա չասեիր, սա չէր լինի, եթե դու այն չանեիր, սա չէր լինի։ Այս եւ նման կոնֆլիկտներ զույգերի մոտ, ընտանիքներում պարբերաբար կարելի է հանդիպել, իսկ արմատում լինել իրար չընդունելը, բայց քանի որ մեր թեման քո մասին ինքնընդունման շրջանակներում է, ապա ինքնընդունումը մեզ փրկում է նաեւ այն արտաքին ազդեցություններից, որոնք գալիս են մեզ փոխելու։ Ինքնընդունումը, այսինքն ինքդ քեզ չընդունելը իր հետ բերում է իր տրավմատիկ գծերը, երբ դու թույլատնում ես քեզ ներսից, քեզ չես համարում ուժեղ, քեզ չես համարում արժանի, քեզ չես համարում ինքդ քեզ ընդունելուն եւ սիրելուն արժանի մարդ եւ դրանով թույլ չես տալիս, որ դիմացինը քեզ կարողանա այդպես վերաբերել եւ ընդունել։ Կա կանխարգելման կարևոր մոտեցում եւ մեթոդ, որը քեզ կօգնի, որ դու չգնաս դրան։ Իհարկե կա եւ դա ամենամեծ կտորն է մեր կյանքի, որ տարիքում էլ որ լինի, եթե դու հասկացել ես, որ ինքնընդունման հարց ունես, դա պետք է շտկել։ Մեթոդը մեկը չէ, մեթոդը շատ են, մոտեցումներն են շատ եւ ամենակարևորը ճանաչում, ընդունում, գիտակցում տրիադան է, որը տարբեր հանդիպումների ժամանակ լուծումների մեջ ասել ենք։ Եթե ես ճանաչում եմ իմ ինքնընդունման բացը, ընդունում եմ գիտակցման մեջ, ապա սկսում եմ այդ ուղղությամբ անել հստակ քայլեր։ Ես ընդունում եմ իմ արտաքինը, ես ընդունում եմ իմ տեսակը, ես բլոկ եմ անում այն նեգատիվը, որը գալիս է իմ ընդունման ճանապարհին։ Երբ դու սկսում ես ընդունել, արտաքին տոքսիկը միանգամից ջրի երես է դուրս գալի, բայց դու կարող ես երկար տարիներ տոքսիկի մեջ ապրես եւ չզգաս, որ դա խանգարում է քո ինքնընդունմանը։ Առաջի քայլը ֆիքսել ինքնընդունում կա, թե բացակայում է։ Այո։ Բայց շատ կարևոր է չհատել այն կարևոր, վտանգավոր, շատ նուրբ գիծը, որը կանգնած է ինքնընդունման եւ ինքնասիրահարվածության մեջ։ Որովհետև մարդ կարող ասել, ես ինձ ընդունում եմ այնպեսին, ինչպեսին որ ես կամ։ Եթե այդ տոնով ասի, չէ, բայց ներսից աշխատում է եւ ապրում է ինքնասիրահարված անհատը։ Եվ այդպիսի դրսևորում է նրա մոտ արտացոլվում է։ Իհարկե, դրանք նույնիսկ չես շփոթի, որտեվ խիստ տարբեր կամ էլ ներողություն եմ խնդրում, կամ էլ սեփական կոմպլեքսների ճշմարտ արդյունքում արտահայտվել է արհեստական դրսևորված ինքնասիրահարվածություն, որը փորձում են ներկայացնել որպես ինքնընդունում։ Տեսեք, ինքնընդունումը, եթե առկա է, ունենք առողջ սոցիալիզացիա, եթե բացակայում է, կա եւ նարցիսիզմը, կա եւ կոմպլեքսներ, այսինքն թերարժեքության բարդույթը, то есть եթե մենք զրուցում ենք այն մասին, որ բարդույթների եւ նարցիսի ազդեցության տակ խոսում է ինքնասիրահարված մեկը, այդտեղ գոնե մասնագետի համար անզեն աչքով ինքնընդունումը բացակայում է։
Դա երևի թողենք մեր տարբերակմանը, եթե կլինեն, հա, նման ուրեմն դեպքեր դեպքեր Ես կցանկանամ վերջնական տանք այն վերլուծությունը, ինչպես յուրաքանչյուր անհատ, ով հիմա մեզ լսում է եւ դիտում է, փորձի իր մեջ հասկանալ, իր մեջ աշխատում է եւ ապրում է ինքնընդունումը, թե ինքնասիրահարվածությունը։ Ինքնընդունումը առողջ երևույթ է։ Եթե ինքնընդունման ժամանակ մենք գնահատում ենք, եթե իմն է, եթե ես եմ, եթե ես կարող եմ, եթե ես ցանկանում եմ, բնական շարքը, դա ինքնընդունման առողջ տարբերակն է, որը մաքուր ձևով միգուցե շատ դժվար է նաև գտնել։ Եթե մենք խոսում ենք, որ ես ամենան եմ, ես ամենան եմ, ես ամենան եմ, այսինքն ես։ Ինձ այսպես հարմար է, ես ինձ այսպես լավ եմ զգում, ես չեմ էլ ջանում, չկա առողջ քննարկում, որովհետև նույնիսկ ինքնընդունման ժամանակ թերևս ես միշտ առաջարկում եմ տարբեր կարծիքներ լսել։ Եվ տարբեր կարծիքները լսելուց հետո կարողանալ անել ընտրություն, որտեղ ամեն կարծիքի մեջ կարող է շատ հետաքրքիր ու կարևոր մի կտոր լինել։ Իսկ ինքնասիրահարվածության ժամանակ միշտ կա այլ կարծիքի հանդեպ բլոկ։ Ճիշտ է միայն ինքը։ Եվ վերջում Դու գոհ ես իմ պատասխանից, որտեղ տեսար բոլոր ինքնասիրահարվածներին, չէ՞։ Հերթով պատկերներով անցա։ Հայացքիդ մեջ այդ սլայդերը տեսնում էի, որ թերթ սա ինքնընդունումներ, սա ինքնասիրահարվածներ, սա ինքնընդունվածներ։ Եվ վերջում ինքնընդունմանը տիրապետող մարդը ակամայից կարողանում է նաև առողջ եւ adekvat ընդունել դիմացինին այնպիսին, ինչպիսին որ նա կա։ Այո։ Եվ սրանով է ինքնընդունումը հասարակության առողջացման կարևոր բաղադրիչ։ Ոչ թե կարևոր է ընդունենք իրար, տեսեք, ես երբեք այդտեղից չեմ սկսում, չէ՞, միշտ սկսում եմ, որ կարևոր ես դու, կարևոր է քո բաղադրիչը, կարևոր է քո ճանաչումը։ Եթե հասարակությունը բաղկացած է անհատներից, որտեղ յուրաքանչյուրը կրում է իր արժեքը, որտեղ յուրաքանչյուրը ճանաչում է իրեն, աշխատում է իր կատարելագործման վրա, դուք պատկերացրեք ինչքան սիրուն պրոցես է։ Վրձինը վերցնես եւ այդ կտավը նկարես, որը կկոչվի հասարակության ինքնընդունում, արդեն ավելի հավաքական գաղափար։ Բայց եթե հասարակության մեջ ներդրվում է այն միտքը, որ ու այդպիսի հասարակություններ եղել են պատմության, հա, ժամանակ, գաղափարն է եւ մարդիկ կարեւոր չեն։ Այստեղ միշտ առաջ են գալու հասարակության եւ անհատների բախումներ։ Ամեն դեպքում ես ավելի իդեալիստական մի բան նկարագրեցի, բայց իրար ընդունելու ժամանակ process-ը շատ հաշտ է, ներդաշնակ է։ Կարծես ուղղակի սարի վրա նստած երկու ներդաշնակ մարդկանց զրույց լինի, երբ ես ընդունում եմ ինձ, դու ընդունում ես քեզ, եւ մեր զրույցը մի անիվ է, որտեղ որ ծնվում են նոր եւ գեղեցիկ յուրահատուկ արժեքներ եւ ճշմարտություններ, որը նվիրում ենք քո մասին տարբերակին։ Շնորհակալություն քո մեծ նվիրական աշխատանքի համար, որովհետև սա ես համարում եմ բարի, ինքնակամ եւ նվիրական մեծ աշխատանք բոլորիս համար, ինձանից սկսած մինչեւ այն մարդկանց, ովքեր հիմա մեզ նայում են եւ այս թեմաները, այս վերլուծությունները եւ այս ճակերտավոր օգնությունը ընդունում են իրենց հասցեին, որովհետեւ այն ամեն ինչի մասին, որ խոսում ենք եւ քննարկում ենք, հենց քո մասին է։ Ես ուզում եմ բոլորի բարի խոսքերը գան հենց քո բարի կարծիքին, բարին քո հետ սիրելիս։ Շնորհակալություն բոլորին, որ մինչ այս պահը մեզ հետ էին, եւ եթե դուք մեզ ընդունում եք այնպիսին, ինչպիսին որ մենք կանք, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ բաց մի թողեք մեր հանդիպումների թեմաները, որոնք քո մասին են։ Չենք մոռանում բաժանորդ։ Շոյրոգնել Նորագլու։ Շնորհակալություն բոլորին, որ մինչ այս պահը մեզ հետ էին։ Կախելա։ Շնորհակալություն բոլորին։ Չէ, դասատուի նման նայեցի։ Դե բալի։ Գնացինք։